Եթե Ռուսաստանից շարունակ պահանջում են մեր երկրում հանրաքվե անցկացնել, Հայաստանի ժողովրդի քվեարկությամբ մնալով կամ Եվրասիական տնտեսական միությունում կամ էլ թեքվելու դեպի Եվրոպական միության կողմը, Հայաստանն ինչպես է պատրաստվում հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունն առնվազն առաջիկա 5 տարիների ընթացքում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ մեր երկրում ինչ որ փուլում Եվրամիություն ԵԱՏՄ հանրաքվե անցկացնելու գաղափարը նախ Հայաստանի իշխանությանն է եղել։ Ալմաթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան։ Եվ այդ քարտեզներով է, որ մենք Գիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում եւ ըմբռնումն են, որ այդ քարտեզներով պետք է իրականացնենք սահմանազատում։ Հիմա այդ քարտեզների վրա Արցվաշենը Հայաստանի տարածքը Քյարքին Հայաստանի տարածք չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Նոր սահմանադրության տեքստը թեև արդարադատության նախարարի խոստացած եւ ոչ մի ժամկետում այդպես էլ չհրապարակվեց, այսինքն հանրությանը հասանելի այդպես էլ չդարձավ այն, որ Սրբուհի Գալյանի գլխավորած բարեփոխման խորհուրդը որոշել է մայր օրենքից հանել Հայաստանի 3-րդ հանրապետության անկախության հռչակագրի հղումը, հայտարարեց իշխանական падգամավորների Ծառուսյակ Ջուլհակյանը, երբ նորընտիր խորհրդարանում քննարկում էին վերջինիս տեխնացությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում անկախության հռչակագրին, ոչ եւ չպետք է պարունակեր։ Անկախության հռչակագրի հղումը սահմանադրությունից հանելու պահանջն արդեն շուրջ 1 տարի Ադրբեջանի նախագահը դրել է Երևան-Բաքու բանակցությունների սեղանին, պնդելով, որ հայ-ադրբեջանական նախախաղաղության պայմանագիրը վերջնական դարձնելու համար միայն այս խոչընդոտն է մնացել։ Ալիևը օր ու գիշեր այստեղ-այնտեղ հայտարարում է, թե այս փաստաթղթով տարածքային պահանջներ ենք իրենց ներկայացնում, նկատի առնելով Արցախի հետ վերամիավորման ներազգային նպատակը, որ դեռ 1990 թվականին ներառել ենք հռչակագրում։ Եվ թեպետ նոր սահմանադրության նախագծից այն բարեփոխող խորհուրդը որոշել է անկախության հռչակագրի հղումը դուրս բերել, այսինքն ըստ էության, այսպես թե այնպես բավարարվում է Բաքվի պահանջը, իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից շարունակ նշում են, թե այս որոշումն ընդունելու հետ Ադրբեջանի նախագահը կապ չունի, ավելին նախքան այս հարցում որոշակիություն կմտցներ իշխանական падգամավորը, ՔՊ առաջնորդը վաղուց էր հստակեցրել իր դիրքորոշումը, պնդելով, որ այո, նոր սահմանադրությունում անկախության հռչակագրին հղում պետք է չկատարենք։ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Սակայն սահմանադրագետների դիտարկմամբ մայր օրենքում անկախության հռչակագրի հղումը չի վկայում որևէ կոնֆլիկտի մասին։ Մասնագետների համոզմամբ այն արտացոլում է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները եւ արժեքային ուղղությունները։ Դրանք ուղղեն նշվում են Հայաստանի Հանրապետության ղեկավարության քաղաքականության պայմանական ասած այն սկզբունքները եւ այն նպատակները, որոնք պետք է գերակա լինեն պետության էֆեկտիվ արդյունավետ կառավարման տեսանկյունից, քաղաքական եւ իրավական իմաստ։ Միաժամանակ մասնագետներին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մինչև այս պահն էլ թեպետ չի հանրայնացրել իր դիրքորոշումը անկախության հռչակագրին վերաբերող դրույթի վերաբերյալ, երկրի իշխանությունները մինչև իսկ ամենաբարձր մակարդակով նույն ընթացքում հանրայնացրին իրենց տեսակետները, որ հռչակագրի հղումը պետք է չլինի նոր սահմանադրությունում։ Եթե նաև անալոգիա անենք վերջին տարիներին եւ ինստիտուցիոնալ զարգացումների եւ օրենսդրական որոշ այլ պրոցեսների հետ էլ համատեղ, ապա կարող ենք տեսնել, որ ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները վերջնարդյունքում կյանքի են կոչվում, անկախ նրանից, թե ներքևի օղակներում այլ ինչ պրոցեսներ կարող են ընթանալ։ Անկախության հռչակագիրը որպես Հայաստանի պետականության հիմնարար փաստաթուղթ նոր սահմանադրության ընդունմամբ ըստ էության պատմության գիրկն ենք ուղարկելու։ Այս հարցի պատասխանը ըստ մասնագետների թերևս պետք է տա ոչ միայն նոր մայր օրենքի վերջնական տեքստը, այլև հենց Հայաստանի քաղաքացին, ում էլ պատկանում է վերջին խոսքը։ Միայն թե նոր խորհրդարանում իշխող կուսակցությունը միայնակ չի կարողանալու նոր մայր օրենքի նախագիծը հանրաքվեի դնել։ Ընդդիմությունից ձայներ պետք կգան։ Եվ թեև իշխանականներն իրենց հույսը դրել են ընդդիմադիր падգամավորներին համոզելու վրա, նրանք արդեն
հայտարարել են ՔՊ-ին այդ հարցում աջակցելու մանդատ չունեն։ Սիրանուշ Սահակյանը եւ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հանդիպել են արտաքին գործերի նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՄԻԲ գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանում պահվող հայգերիների պահման պայմանները, առողջական վիճակը, բժշկական օգնությունը, նամակների ու ծանրոցների փոխանցումը եւ ընտանիքների հետ կապը։ Կողմերը կարեւորել են ուղիղ երկխոսությունը։ Զոնաբենդը նաեւ առաջարկել է մինչեւ օգոստոսի վերջ նշանակել պատասխանատու անձ մարդասիրական հարցերի շուրջ մշտական հաղորդակցության համար։ Կառավարության նիստում այսօր քննարկվել է կառավարության 5-ամյա գործունեության ծրագիրը։ Կառավարության կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում վարչապետը այն պետք է ներկայացնի ազգային ժողով։ Ծրագիրը պետք է հաստատվի։ Կառավարության ծրագիրը հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության, քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա։ Փաշինյանը նիստում պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը թևակողում է պատմության այն փուլը, որը համարում են 4-րդ հանրապետություն։ Ի վերջո հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Խորհրդարանում ավարտվել է 12 մշտական հանձնաժողովների նախագահների տեխնացուների փակ գաղտնի քվեարկությունը։ Արդյունքներն արդեն հայտնի են։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը դեմ է քվեարկել ուժեղ Հայաստանի առաջադրած 3 տեխնացուներին։ Նրանք չեն ընտրվել։ Հայաստան խմբակցության առաջադրած տեխնացուն սակայն ստացել է անհրաժեշտ թվով ձայներ եւ ընտրվել ՄԻՊ հանձնաժողովի նախագահ։ Քաղաքացիական պայմանագրից առաջադրված հանձնաժողովների 8 նախագահները եւս ընտրվել են։ Ուժեղ Հայաստանը պետք է նոր տեխնացուներ առաջադրի։ Ֆինանսավարկային, եվրաինտեգրման եւ տարածքային կառավարման մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնի համար։ Կառավարության դիմաց բողոքի ակցիային իրականացրել Վարդաշենի վթարային շենքի բնակիչները։ Իրավիճակը այնքան է լարվել, որ ոստիկանները ուժ գործադրելով բերման են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։ Ռուսական զինուժը բալիստիկ հրթիռներով կրկին հարվածներ է հասցրել Կիևին, հարձակման հետևանքով 5 մարդ է մահացել, 2 տասնյակից ավելին վիրավորվել։ Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ հատվածներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, վնասվել է բնակելի շենքեր, ոչ բնակելի օբյեկտներ, պահեստներ, մանկական հիվանդանոց։ Ուկրաինային սահմանակից Լեհաստանը սկսել է պաշտպանական օդային գործողություններ իր օդային տարածքը պաշտպանելու համար։ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի դեմ իրականացնել աննախադեպ տնտեսական ճնշում եւ մեկուսացում։ Նա նաեւ սպառնացել է պատժել այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կաջակցեն Իրանին։ Միջոցառումները նպատակ ունեն սահմանափակել Իրանի նավթային, ֆինանսական եւ առևտրային գործունեությունը։ Թրամփը նաեւ ընդգծել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Իրանի արտգործնախարարը արձագանքել է Թրամփի հայտարարությանը։ Աբբաս Արաղչին անհաջող է որակել Միացյալ Նահանգների նախագահի վարած քաղաքականությանը, նշելով, որ այն կհանգեցնի նոր պարտությունների եւ իրանցիների շրջանում թշնամանքի աճի։ Արաղչիի խոսքով Միացյալ Նահանգների տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը եւ պետությունների ինքնիշխանությանը։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ հնարավորություն էր տվել Իսլամական Հանրապետությանը գնալ գործարքի, սակայն Թերանը չի օգտվել դրանից։ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի հանդուրժի Սիրիայում թուրքական ռազմական ներկայությունը, եթե այն սպառնա Իսրայելի անվտանգությանը։ Նա նշել է, որ Թուրքիային արդեն զգուշացրել են, սակայն ըստ նրա նախազգուշացումները բավարար չեն ընդունվել։ Հայտարարությունից հետո Իսրայել-Թուրքիա լարվածությունը Սիրիայի հարցում ավելի է սրվել։ Մենք չենք հանդուրժի Սիրիայում թուրքական ռազմական ներկայությունը, որը սպառնում է Իսրայելին։ Մենք հստակ ուղերձ ենք փոխանցել, երևի այն բավականաչափ լավ չեն լսել։ Ուստի մենք հոգ ենք տարել, որ այն ավելի լավ հասկանան։ Իդլիբում գտնվող ավիաբազայում թուրքական ռազմաբազա ստեղծելու ծրագրեր չկան։ Սիրիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ինքը սա հստակ է փոխանցել Իսրայելին։ Ալ-Շայբանին ասել է նաև, որ թուրք զինվորական սպաները այցելել են բազա վարժանքների եւ ավելի լայն ռազմական գործակցության շրջանակներում։ Նա երկել է թուրքական ռազմական ուժերի կուտակման մասին լուրերը, ասելով, որ տարածքը մեծ մասամբ դատարկ է եւ դեռևս չի գործում։ 2026-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5.1 տրիլիոն դրամ։
դրամ, տարեկան կտրվածքով այն նվազել է 3.9%-ով։ Կառավարության պարտքը կազմել է 5.11 տրիլիոն դրամ, արտաքին պարտքը 2.44 տրիլիոն դրամ, ներքին պարտքը 2.68 տրիլիոն դրամ։ Դոլարային արտահայտությամբ պետական պարտքը կազմել է 13.9 միլիարդ դոլար։ Տարեկան համեմատությամբ դոլարային պարտքն էլ աճել է 0.35%-ով։ Գործադիրը որոշել է Հայաստանում 400 տոննա թզի եւ դեղցի 3000 տոննա մթերման համար 425 միլիոն դրամ փոխհատուցում տրամադրել։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ վերամշակման նպատակով Սյունիքի մարզից մինչև 400 տոննա քանակությամբ մթերվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 դրամ, վերամշակման նպատակով Հայաստանի տարածքից մթերվող դեղցի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 դրամ։ 2026-ի հունվար-հունիսի դրությամբ դեպի Եվրամիություն արտահանման ծավալը Հայաստանից գերազանցել է 516 միլիոն դոլարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է ավելի քան 80%-ով։ Այս մասին տեղեկացրել են կառավարությունից։ 2026-ի առաջին կիսամյակում դեպի Եվրամիություն արտահանումը 17 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան աճել է 71%-ով։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Օգոստոսի 20-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ Լճաշեն բնակավայրի հարակից Լողափում քաղաքացի է խեղդվում։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության վրա եւ մոտ 1.8 մետր խորությունից դուրս է բերել Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Էդիկ Մ-ի մարմինը։ Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ ջրահեղձ եղած տղամարդը նախքան ջրահեղձ լինելը փրկել է ջրահեղձ լինելու վտանգի մեջ հայտնված 3 քաղաքացիներին։ Ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Օգոստոսի 19-ին ԳԱԶ-53 բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7 հետիոտնի։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ վրաերթի ենթարկվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր բժշկական կենտրոն։ Դեպքի վայրեն ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի բարեկները գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի գլխավորությամբ։ Բարեկները ռեանիմոբիլներին ուղեկցել են դեպի Գեղարքունիքի մարզից մինչև Կոտայքի մարզ, որպեսզի ճանապարհի խոչընդոտներ չլինեն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացու վարած ԳԱԶ-53 մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվածները զինծառայողներ են, որոնցից մեկը զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել է։ Մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Գտնվում են հոսպիտալի բուժ անձնակազմի հսկողության ներքո։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում օգոստոսի 19-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին Մայիսյան գյուղի վարչական տարածքում բախվել են Կիան և ԳԱԶ-3108-ը։ Կիան հայտնվել է ծառերի մեջ, իսկ ԳԱԶ-3108-ը գլխի վայր մետաղե ջարդոնի վերածված հայտնվել է երթևեկելի գոտում։ Օպերատիվորեն ժամանած Արմավիր շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար
Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ եւ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության ծառայողները, վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ եւ Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել օգոստոսի 19-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում ապայի ուշանալու պատճառով։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ նշված ճանապարհին տեղի են ունեցել 2 ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Առաջին պատահարի հետևանքով տուժածներ կային, երկրորդ պատահարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկային։ Սակայն բարեկները սպասել են մինչև կժամանեն ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Նրանց ուշացման պատճառով հսկայական խցանում է առաջացել։